Քանի դեռ գործադիրը հաստատում էր ապրիլի 1-ից թոշակների 10,000 դրամ բարձրացման նախագիծը, քաղաքացիները կառավարության շենքի դիմաց սև արկղ էին բերել։ Արկղում նամակներ էին ուղղված կառավարությանը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին պարզել, ինչու է թոշակների ավելացումը համընկնում նախընտրական շրջանի հետ եւ որքան պարգևավճար են ստանում պաշտոնյաները։ Պահանջը մեկն էր՝ թափանցիկ կերպով ներկայացնել կառավարության տարբեր անդամների ստացած պարգևավճարների չափը։ Ակցիայի մասնակիցներն ասում էին, սև արկղը ավիացիայում կոչված է պատասխաններ տալու, իսկ ակցիայի մասնակիցներին հետաքրքրում են իրենց հարցերի պատասխանները կապված երկրի բյուջեի հետ։ Ակցիան կազմակերպել էր համահայկական ճակատ շարժումը, որի ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը արկղից մեկ-մեկ հանում էր հարցերը եւ ընթերցում։ Մենք ուզում ենք, որ այս կառավարությունը բացի բյուջեի սև արկղը ու ասի նախընտրական ժամանակահատվածում ինչու որոշեց բարձրացնել մեր տատիկ-պապիկների կենսաթոշակը։ Մինչ քաղաքացիները պահանջում էին, նիստում հաստատեցին թոշակների բարձրացումը։ Բյուջեի համար հնարավոր ռիսկերի մասին ասվում է թոշակների բարձրացման նախագծի վերաբերյալ ֆինանսների նախարարության եզրակացության մեջ։ Ֆինանսների նախարարությունը նախագիծը որակել է բավականին ռիսկային, ընդգծելով 78 միլիարդ դրամի հավելյալ բեռը եւ հստակ աղբյուրների բացակայությունը։ Գերատեսչությունը զգուշացնում է, առողջապահական ապահովագրության ծախսերի ֆոնին սա լրացուցիչ ֆիսկալ ճնշում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն ռիսկեր չի տեսնում, պարգևավճարները դիտարկելով որպես աշխատանքի մոտիվացիա, որն էլ ապահովել է այս արդյունքը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանգստացնում է, ֆինանսավորումը կլինի եռամսյակային, եկամուտներն էլ կապահովեն բարձր տնտեսական աճի բերած նոր հարկերը։ Ասում է, ֆինանսների նախարարության հետ քննարկել են բոլոր այս հարցերն ու գտել լուծումը։ Ակցիայի մասնակիցներն էլ զգուշացնում են, ֆինանսավորման հստակ աղբյուրների բացակայության պայմաններում միլիարդավոր դրամի հավելյալ բեռը կարող է դառնալ տնտեսական լուրջ փորձություն։ Արդյունքները տեսանելի կլինեն արդեն տարեվերջին, երբ բյուջեն ստիպված կլինի սպասարկել խոստացված ծախսերը։ Հենց այդ ժամանակ պարզ կդառնա, թե որքանով կարդարանա փոխվարչապետի լավատեսությունը հարկային նոր մուտքերի վերաբերյալ։ Մինչդեռ քաղաքացիների բերած սև արկղի հարցերը մնում են անպատասխան։ Հռիփսիմե Ղազարյան, Սոնա Խաչատրյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։